Հայլը ստաճա։ Ոնց ես։ Ոչինչ, նորմալ դեռ։ Շատ լավ, 128-70։ Տիկին Անահիտն է, առողջության համընդհանուր ապահովագրության շահառուներից։ Կարճ ժամանակում հասցրել է ջերմ հարաբերություններ ձեռք բերել բուժ աշխատողների հետ։ Ասում է, բուժքույրն ամուսնացած չլիներ, հարց կտաներ։ Սակացա, եթե այժմի կտնայի եղեցում տանել։ Տիկին Անահիտի մոտ ախտորոշվել էր երիկամի չարորակ գոյացություն։ Գորիսում առաջին վիրահատությունը իրալա իմ լեղապարկս, դով վիրահատվալում, հետո մինամսից եկալ Երևան երեկամս ուրուս կալար երեկամի վրա։ Ծրագրի մասին ոնց ես իմացել, տատիկ ջան, որ անվճար է եղել, ոնց է եղել ամբողջությամբ ֆինանսավոր։ Դե ես որպես Ղարաբաղցի ուղղագիրը պոլիկլինիկան տվալ Գորիսում։ Հետո այդ հիման վրա ես դիմալում Գորիսի հիվանդանոց դիմալ ստեղ երկու վիրահատություն էլ վերջացա։ Ամբողջությամբ անվճար։ Հա, ես հասակում ես հիվանդանոց ընկած չում, առաջի անգամ ուսում եմ գնում հիվանդանոց, հալատի բաներ ես չեմ տեսա, հոյակապլի նորմալ։ Հիվանդը մեզ դիմել է ապահովագրությունով, հիվանդի մոտ հետազոտվել է երիկամի չարորակ նորագույնություն, մեր մոտ կատարվել է լապարասկոպիկ ռադիկալ բուժում եւ հիվանդը իրան լավ է զգում, այսօր դուրս է գրվում տուն։ Բուժարուի խոսքով հասցրել է առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում անվճար դեղորայք էլ ստանալ։ Յակուեր սրսկալան տանք անվճար ալալ, իրաց սրսկումն էլի։ Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումից անցել է շուրջ 2 ամիս։ Այս ընթացքում որքան շահառու է դիմել եւ առավել շատ ինչ խնդիրներով։ Բժիշկ Մկրտչյանը մանրամասնում է։ Բավական հիմա դժվար է հիմա ձեզ կոնկրետ թվեր ասել, բայց իհարկե վիրահատության քանակը եւ մեզ դիմելը ավելի շատ մարդիկ։ Մեր մասնագիտության նազալոգիաների մեզակարային հիվանդությունով ավելի շատ մարդիկ են դիմում, քան ուրիշ։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը եւս մեկ անգամ հիշեցնում է, թե ովքեր են ծրագրի առաջին փուլի շահառուները։ Մենք թիրախային խմբերի մասին հայտարարել ենք այս ընթացքում, դրանք են 0-ից 18 տարեկան քաղաքացիները, 65+ տարիքով քաղաքացիները, ինչպես նաև 200,000 եւ ավելի դրամ աշխատավարձ ստացող մեր քաղաքացիները եւ 0-ից 18 եւ 65 եւ ավել տարիքի մեր քաղաքացիները ամբողջությամբ սուբսիդավորվում են կառավարության կողմից, այսինքն որևէ գումար նրանք չեն վճարում, 200,000 դրամից մինչև 500,000 դրամ աշխատավարձ ստացողները եւս որոշակիորեն սուբսիդավորվում են պետության կողմից, ինչպես նաև այնտեղ զինապահ հիմնադրամին տրվող գումարներն են էականորեն նվազեցվել եւ քաղաքացին իր գրպանից մոտավորապես 300 դրամ ընդամենը վճարում է ամսական, այդ պահումն էլ իրականացնում է գործատուն, 500,000 դրամ աշխատավարձ ստացող եւ ավելին արդեն այնտեղ սկսում է նվազել, հա, պետության կողմից տրվող աջակցությունը եւ քաղաքացիները վճարում են իրենց համար։ Նաիրա Հարությունյանը եւս այս ծրագրի շահառուներից է, որը սակայն վիրահատվել է ոչ թե որպես թիրախային խմբի անդամ, այլ աշխատավարձի շրջանակներում։ Համահայկական ծրագրով եմ օգտվել, ոչ մի խնդիր չի առաջացել, թղթերը ուղղակի MRT-ի վերը ներկայացրել եմ ապա, կազմակերպությունը, որտեղ որ աշխատում եմ, եւ փոխհատուցվել է նույն օրը, ինձ արդեն թույլ են տվել անցնել վիրահատությանը, որից հետո 2 օրից վիրահատությունը կատարվել է։ Ամբողջությամբ ֆինանսավորվել։ Ամբողջության, այո, 100% փոխհատուցվել է։ Ընդհանրապես գումար չեմ վճարել։ Ես եկել եմ մեջքի գանգատներով, գրիժա եւ ստենոզ։ Բժիշկը հենց առաջի օրը ինձ ուղարկել է կոնսուլտացիայի, անալիզները վերցրել, ախտորոշումը ճիշտ կազմել է եւ մոտ 5 օրվա ընթացքում վիրահատությունը նշանակել է, շուտ թեթև ու լավ անց է։ Ոչ մի խնդիր, վախ ի սկզբանե չի եղել, մենակ վստահություն ա եղել բժշկի
դեպի բժիշկը, որի համար շատ շնորհակալ եմ, ու տվյալ բանին ինձ շատ լավ եմ զգում։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ընդհանուր եւ անոթային նյարդավիրաբուժության բաժանմունքի բժիշկ Ալեքսանդր Վարոսյանը պատմում է, թե ինչ խնդրով է դիմել բուժարուն։ Կլինիկայի դիմել գոտկային հատվածի սուր ցավերով, որը ճառագայթում էր դեպի ստորին վերջույթներ, կատարվել է MRT հետազոտություն, հայտնաբերվել է ողնաշարի գոտկային հատվածի միջվողային սկավառակի ճողվածք, արտահայտված նյարդարմատիկ կոմպրեսիայով, կլինիկայում հետազոտվել է, բացվել է պատմագիր եւ հաջորդ օրը վիրահատվել է։ Հետվիրահատական շրջանը անցել է հարթ, պացիենտը արդեն ակտիվ է, քայլում է, պատրաստվում է վաղը դուրս գրման։ Ըստ բժշկի, առողջության համընդհանուր ապահովագրությունը նոր ազդակ էր այն քաղաքացիների համար, որոնք մշտապես ինչ-ինչ պատճառներով հետաձգում են իրենց առողջությանը հետևելու գործընթացը։ Բուժարուներ կան, որ ասում էին այս ծրագրից հետո են սկսել իրենց առողջության ուշադրություն դարձնել ու սկսել են անհրաժեշտ հետազոտվել։ Պատգամավոր Լուսինե Բադալյանը վստահեցնում է, խիստ հետևողական է նոր գործարկված համակարգում առաջացած խնդիրների նկատմամբ, որոնք բարձրաձայնում են քաղաքացիները։ Վերջին շրջանում ես շատ եմ ստանում ահազանգեր, որոնք որ շատ կոնկրետ ուղղությամբ ահազանգեր, որոնք այս պահին ուսումնասիրության փուլում են գտնվում, բայց օգտվելով այդ ահազանգերից ես ուզում եմ օգտվելով առիթից նաև Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին ասել, որ Արմեդ համակարգում, որը դուք կարող եք ներբեռնել ձեր հեռախոսում, բոլոր ծառայությունները, որոնք ընդգրկված են ապահովագրության մեջ, նշված են այնտեղ եւ ահազանգերը ինչին էին վերաբերում, որ որոշ մասնավոր հիվանդանոցներ, երբ քաղաքացին գնում է սպասարկվելու կամ վիրահատվելու, ասում են, որ ձեր վիրահատությունը չի փակում ապահովագրությունը եւ հետո առաջարկում են հրաժարվել ստորագրությամբ ապահովագրությունից եւ վճարել որոշ ծառայությունների կամ վիրահատությունների համար։ Դրա համար կարծում եմ, որ իրազեկել է պետք քաղաքացիներին, որ ծառայությունների իհարկե դրանք շատ են, բայց այնուամենայնիվ հնարավոր է գտնել ձեզ անհրաժեշտ ծառայություն այդ ցանկում, որը որ տեղադրված է Արմեդ հավելվածում եւ թույլ չտալ, որպեսի նման իրավիճակում որևէ խաբեության զոհ դառնաք եւ եթե բախվում են մեր քաղաքացիները նման իրավիճակների հետ, ապա առաջարկում եմ անպայման դիմել առողջապահության նախարարություն, այնտեղ թեժգից գոյություն ունի, որը ամբողջ ընթացքում պատասխանում է քաղաքացիների հարցերին, ինչպես նաև ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին, պատգամավորներին, որոնք եւս հետեւողականորեն կփորձեն խնդիրը պարզել, պարզաբանել, ինչպես նաև լուծումներ գտնել։